Այսօր Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվել է Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը, որին մասնակցել են Հայաստանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, ռազմական ուսումնական հաստատությունների սաներ, հատուկ նշանակության և խաղաղապահ ուժերի զինծառայողներ։ Զորահանդես Հայաստանի Հանրապետության պետական դրոշի, զինված ուժերի մարտական դրոշի և Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ խաչի ներքո զգաստ Զորահանդեսը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հրամանով։ Հանրապետության հրապարակ է բերվել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, զինված ուժերի մարտական դրոշը և Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ խաչը։ Դրոշակակիրների խումբը գլխավորել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ մարտական խաչի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ գեներալ-մայոր Արթուր Երոյանը։ Այնուհետև զինվորական նվագախմբի ուղեկցությամբ Հանրապետության հրապարակով շարժվել են Հայաստանի պաշտպանության նախարարի և զորահանդեսի հրամանատար պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մեքենաները։ Զորահանդեսի մասնակից զորքերը շարված են զորահանդեսի հրամանատար գեներալ լեյտենանտ Ասրյան։ Էդվարդ Ասրյանը զեկուցել է պաշտպանության նախարարին։ Դրանից հետո պաշտպանության նախարարն ու Էդվարդ Ասրյանը շրջել են հրապարակում շարված զորախմբերի առջևով, շնորհավորելով Հանրապետության օրվա առթիվ։ Նրանք ողջունել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի, հատուկ նշանակության ստորաբաժանումների, խաղաղապահ ուժերի, տարածքային պաշտպանության զորքերի, ռազմական ոստիկանության, բանակային զորամիավորումների, ազգային անվտանգության ծառայության սահմանապահ և հատուկ նշանակության զորքերի, ինչպես նաև բանակի կին զինծառայողի անձնակազմերին։ Զորախմբերի ողջույնից հետո պաշտպանության նախարարի մեքենան շարժվել է դեպի կենտրոնական տրիբունա, որտեղ պաշտպանության նախարարը զեկուցել է վարչապետին, որից հետո վերջինս հանդես է եկել ելույթով, ապա հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Հայաստանի Հանրապետության պարոն վարչապետ, զորահանդեսի մասնակից զորքերը, սպառազինությունը և ռազմական տեխնիկան շարանցմանը պատրաստ են։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան։ Զորահանդեսին մասնակցող ստորաբաժանումները ներկայացել են մարտական նոր համազգեստով։ Հանրապետության հրապարակում Հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր զորահանդեսի ընթացքում առաջին անգամ ներկայացվել են Հայաստանի Հանրապետության բանակի պաշտպանողական նորագույն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Փոքր և միջին հեռավորության օդ, միջին հեռավորության օդ ռադիոլոկացիոն դասի ավիացիոն հրթիռներով, հեռավար ու միջին հեռավորության ավիացիոն կառավարվող սավառնող ռումբերով։ Նրանց են հաջորդում Su-25 գրոհային ինքնաթիռները, բազայի հրամանատար, առաջին կարգի մարտական օդաչու, Կործանիչների մասնակցությամբ Հանրապետության հրապարակի երկինքը ներկվել է հայկական եռագույնի գույներով։ Զորահանդեսի ընթացքում Հայաստանի զինված ուժերի պատվո պահակախումբը ցուցադրել է իր ցուցադրական հմտությունները։ Հանդիսավոր շքերթն ավարտվել է երեխաների մասնակցությամբ, որոնք հրապարակ են դուրս եկել խաղաղության աղավնիներով։ Զորահանդեսի ամբողջ ընթացքում զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են բացառապես հայկական ստեղծագործություններ։ Պատմությունը մեզ սովորեցրեց ամուր պահել հայկական ինքնությունն ու դիմակայել ժամանակների ամենածանր արհավիրքներին։ Ցեղասպանության ցավը սրտում, բայց հայրենիք ունենալու հավատով ու հայ մնալու անսասան կամքով նվիրյալ հայորդիները կրկին ոտքի կանգնեցին։ Մայիսյան հերոսամարտերի հաղթական շնչով ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ (1918) թվականի մայիսի 28 դեռ չէր ավարտվել առաջին համաշխարհային պատերազմը։
արկային ցեղասպանության ծանր հետևանքները եւ բնականաբար նման պայմաններում ստեղծել pedagogiություն դա իրոք մեծ ձեռքբերում է։ Առաջին կառավարության նախագահ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին։ 1918 թվականի մայիսը հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջան էր։ Սարդարապատի, Բաշապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ կանգնեցնել թուրքական ներխուժումը եւ բառացիորեն փրկել հայրենիքը կործանումից։ Մայիսյան հերոսամարտերը եզակ են մեր ժողովրդի պատմության մեջ, երբ հասարակության բոլոր խավերը անխտիր քաղաքական կոզիչը, ռազմական կոզիչը, մտավորականը, շինականը, հոգևորականը ոտքի ելան պայքարի, հասկանալով pedagogiության վերականգնման թերն ու նշանակությունը։ Առաջին հանրապետության ստեղծումը միայն ռազմաքաղաքական իրադարձություն չէր, այլ նաև քաղաքակրթական մեծ նվաճում։ Ստեղծվեցին pedagogiության հիմքերը, թե դիվանագիտական, թե քաղաքական, թե պետական մտածելակերպի, թե ժողովրդի ազգային ինքնագիտակցության ձևավորման գործում, որոնք հետագայում կարևոր դեր ունեցան 1991 թվականի երրորդ հանրապետության ստեղծման գործում։ Թեպետ առաջին հանրապետությունը գոյատևեց ընդամենը 2.5 տարի, այն դարձավ հայկական պետական մտածողության, դիվանագիտության ու ազգային ինքնագիտակցության հիմքը։ Հաճախ մեզ հարց են տալիս, հնարավոր է պահպանել առաջին հանրապետությունը, թե ոչ։ Այս մասին տարբեր կարծիքներ կան, բայց իմ կարծիքով շատ խիստ սահմանափակ են հնարավորությունը pedagogiության պահպանման գործում, քանզի միջազգային քաղաքական իրավիճակը անբարենպաստ է։ Ես նկատի ունեմ ստեղծված էր Քեմալա-Բոլշևիկյան դաշինք եւ Ռուսաստան իր քաղաքականություններ իրականացնում նաեւ Հարավային Կովկասում դրված էր խորհրդայնացման հարցը եւ դրանք էլ անշուշտ ունեցան իրենց ծանր հետևանքները։ Այսօր ավելի քան 1 դար անց մայիսի 28-ը շարունակում է մնալ ազգային արժանապատվության, համախմբման եւ պետական մտածողության կարևորագույն խորհուրդներից մեկը։ Հասարակությունը հասկացավ pedagogiության դերն ու նշանակությունը։ Մյուս կարևոր տասը ազգային ինքնագիտակցության ամրապնդումն էր։ Երրորդը սեփական ուժերի նկատմամբ հավատ ունենալը եւ ըստ էության նաեւ այն նախադրյալները, նախապայմանները, որոնք ուրեմն թե երկրորդ հանրապետության շրջանում, ես չեմ խոսում երրորդ հանրապետության շրջանում, տվեցին իրենց արդյունքները։ Հանրապետության օրը միայն պատմական իրադարձությունը հիշելը չէ, այն պետականության արժեքը վերագնահատելու, անկախության գինը հասկանալու եւ ազգային միասնականության գաղափարը վերապրելու կարևոր հնարավորություն է։ Անդրայ ճշմարտությունը անցյալը մոռացողին պատժում է ապագան։ Մենք պետք է անցյալի վրա, այո, մեր քայլերը ճիշտ հավասարակշռենք, հաշվի առնենք թե ներքին, թե արտաքին բոլոր գործոնները։ Նշենք, որ մայիսի 28-ի առթիվ այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցել մեծամասշտաբ զորահանդես։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Կառավարությունը հավանություն է տվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերին, դրանք համարելով անհետաձգելի։ Նոր կարգավորումներով նախատեսվում է վարորդական իրավունքների վերականգնման ավելի թիրախային համակարգ։ Առաջարկվում է, որ վարորդական իրավունքից առաջին անգամ զրկված անձը զրկման ժամկետի ավարտից հետո 1 տարվա ընթացքում կարողանա 1 անգամ վերականգնել իր իրավունքը առանց քննությունների վճարելով 50,000 դրամ պետական տուրք։ Այդ դեպքում սահմանվելու է 1 տարվա փորձաշրջան, որի ընթացքում վարորդին կտրվի ոչ թե 13, այլ 6 տուգանային միավոր։ Եթե փորձաշրջանի ընթացքում սպառվեն 6 միավորները, անձը կրկին կզրկվի վարելու իրավունքից 1 տարի ժամկետով։ Երկրորդ եւ հաջորդ անգամ իրավունքից զրկվելու դեպքում վերականգնումը հնարավոր կլինի միայն քննություններ հանձնելուց հետո։ Փոփոխությունները կգործեն նաեւ 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձանց համար, որոնք եւս 1 անգամ կկարողանան օգտվել առանց քննության վերականգնման հնարավորությունից։ Հարկ է նշել, որ նոր կարգավորումը չի տարածվելու դատարանների որոշումներով, առողջական խնդիրներով կամ թմրամիջոցների օգտագործման հետ կապված վարելու իրավունքի զրկման դեպքերի վրա։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։ Այսօր լրատվականի տեղեկություններով քիչ առաջ Գյումրի Մարալիկ ավտոճանապարհին մեքենա է հրկիզվել։ Դեպքի մանրամասները պարզվում են։
Հակակոռուպցիոն կոմիտեի եւ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համապետական ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գրասենյակի պատասխանատուն այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Ախելհունի սո փողը վախելու է, բայց ոնց անենք, որ հարաբերտ մի 4-5 հոգի ընտրեն, հերիքա։ Փողը տուրից։ Տալիս եմ էլի։ Տալիս եմ, ինչքան տամ, քանի հոգի կընտրեն, ասա։ Տալիս ենք, ինչքան ընտրեն։ Որ կամ ասեմ ապրի։ Հա? Փող, բայց փողը տաս, հա? Փող 4 հոգուն ինչքան տամ, մի 20 մանետ տամ, հիմա են տալի, մի 10 հոգի էլ իսկի ես թմանում, 50 էլ իսկի են Հրաբետ փոխիրեք, փոխոսին ալեկան Դե 4 հոգում 20 հաշվին կան, ով, ես չեմ կարատան, հա, 20 մանետ նրանց, 50 քեզ, մի 20 էլ կտամ, 5 Սիլվային կտամ, սեն էլ կտեն ասում ինչ անելու է, էդ ինչ տարա, 90-100 մանետ կտամ քեզ, չէ, 100 մանետ կտամ քեզ, Էսա կորը գնամ տենց փողերը։ Տոշն է լավ չէ, դուք ժողովրդին պես բաժանին, 50-ը քունն ատիան, 425-ը քունը, դե ժողովրդին։ Նայ, մի վերջի դոկը ցույց տամ նոր, ըստ մեր հաշվարկի, որ իմը քունից 400 դիլի, իմը 850-ը, քունը 500 Բայց մի անձին ինչքան կտակ։ Չէ անձով չի, անձով։ Անձահաշիվ չեն տան։ Մի օրինակ դու ձայն հվարկեցիր, դու մի բան կստանաս, մի ակտիվի թող։ Հա։ Նայած քանի անուն, ազգանուն, հեռախոսն համար հասցե։ Բայց հեռախոսով էր թեմայով չխոսը։ Հմի չես կամ մի 15 ձայն հվարկես վայր։ Արտաշատից լի, որ գանոտեղեքից էլի, մարզից, հետես ունեն ասա, անդրեն 200,000 տյանը չիտ չի, ստացի մի խավի ոչ կկոտրի։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խոզարկություններ և վարութային այլ գործողություններ։ ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում գրառում է արել եւ հայտարարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ ընկեր եւ առաջնորդ է, նա Հայաստանն ուժեղ ու անվտանգ երկիր է դարձնում։ Նաեւ կիսում է Հայաստանի եւ Հարավային Կովկասի համար խաղաղության եւ բարգավաճման իր տեսլականը։ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն օրերս այցելել է Հայաստան, որտեղ Սպիտակ տան ղեկավարի խոսքով առաջ է մղել երկու երկրի համար կարևոր մի քանի գործարք։ Թրամփը շեշտել է, շուտով Միացյալ Նահանգները եւ Հայաստանը միասին կդնեն Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի հիմքը, որը կվերափոխի Հարավային Կովկասը եւ ամերիկյան էներգետիկ ընկերություններին կօգնի հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայից մինչեւ Միացյալ Նահանգներ։ Հաշվի առնելով այս ամենը, Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նրա օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ Նորից հզոր դարձնենք Հայաստանը, եզրափակել է Դոնալդ Թրամփը։ Հայաստանին է անդրադարձել պետքարտուղար Մարկո Ռուբիոն, կաբինետի նիստում նա Թրամփին է ներկայացրել Հայաստան կատարած այցի արդյունքները, շեշտել թրիփի նախագիծը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործարքի առանցքային հենասյունն է, որին ըստ Ռուբիոյի հաջողվել է հասնել Դոնալդ Թրամփի ջանքերով։ Հայաստանի հետ ստորագրեցինք նաեւ քրիտիկական օգտակար հանածոների մասին փոխըմբռնման հուշագիր եւ ռազմավարական գործակցության եւս մեկ հուշագիր։ Այսպիսով սա պարզապես հիշեցում է, որ դուք օգնեցիք կարգավորել եւս մեկ հակամարտություն, դիմել է պետքարտուղարը Թրամփին։
Ռուբիոն հավելել է, այժմ տեսնում ենք Հայաստանի հետ նոր ու հրաշալի հարաբերությունների ձևավորում, որոնք երկար ժամանակ լճացած էին։ Մարկո Ռուբիոն նաև շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանին, նշել, որ երկկողմ հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Անհամբեր սպասում ենք գործընկերության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանային կապակցվածության, տնտեսության եւ անվտանգության ոլորտներում շփումների ընդլայնման միջոցով, ընդգծել է պետքարտուղարը։ Ռուբիոյի խոսքով Վաշինգտոնը ողջունում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Ադրբեջանի հանձնառությունը եւ անհամբեր սպասում այդ ուղղությամբ համատեղ աշխատանքի շարունակմանը։ ԱՄՆ զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրանում ռազմական թիրախների։ Ամերիկյան զլմների տվյալով խոցվել է մեկ օբյեկտ, որը սպառնալիք է ներկայացրել Հորմուզի նեղուցում ամերիկյան զորքերի եւ առևտրային նավագնացության համար։ Reuters-ի տվյալով ամերիկյան ուժերը նեղուցի տարածքում նաև խոցել են իրանական 4 ԱԹՍ եւ թիրախավորել Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում տեղակայված իրանական ցամաքային կառավարման օբյեկտներից մեկը, որտեղից հնարավոր է արձակվել էին ԱԹՍ-ները։ Գործակալության աղբյուրը նշել է, որ Միացյալ Նահանգները պաշտպանական գործողություններ է իրականացրել եւ մտադիր է պահպանել հրադադարի ռեժիմը։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են հանրապետության տարածքում գիշերը հնչած պայթյունների մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտարարել են, որ հարվածել են ամերիկյան ավիաբազային այն բանից հետո, երբ ԱՄՆ ուժերը թիրախավորել են Բանդար Աբբաս օդանավակայանի մոտակա տարածքը։ Թե որ բազայի մասին է խոսքը չի հստակեցվում, սակայն տեղեկություններ կան, որ գիշերը Քուվեյթում գործարկվել է հոբ համակարգը։ Իրանից նախազգուշացրել են, ագրեսիայի ցանկացած կրկնություն կհանգեցնի ավելի վճռական պատասխանի։ Այս միջադեպից ժամեր առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դեռ գոհ չէ Իրանի առաջարկած կարգավորման պայմաններից։ Թեհրանը ցանկանում է գործարք կնքել, սակայն նրանց դեռ չի հաջողվում լավ առաջարկներ անել։ Կամ պետք է հասնենք համաձայնագրի, կամ մեր գործը ավարտին հասցնենք, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա նշել է, որ չեն դիտարկում հակաիրանական պատժամիջոցների թույլատումը, քանի դեռ Թեհրանը չի փոխել քաղաքականությունը։ Նաև դեմ են, որ իրանական հարստացված ուրանը փոխանցվի Ռուսաստանին կամ Չինաստանին։ Դոնալդ Թրամփը նաև նախազգուշացրել է, որ կվերացնի Օմանը, եթե այդ երկիրը փորձի վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է ամերիկացի կոնգրեսականների քննարկել Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդման հարցը։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ իր երկրին անհրաժեշտ են հակաբալիստիկ հրթիռներ։ Անդրադարձ է եղել հակառուսական պատժամիջոցներին, առաջնագծում իրավիճակին եւ ԱԹՍ-ների ոլորտում ԱՄՆ-ի հետ հնարավոր համատեղ նախագծերին։ Կարևոր է, որ Ամերիկան լսի Ուկրաինային, թեև հասկանում ենք, որ հիմա ուշադրությունը կենտրոնացած է Իրանի վրա, շեշտել է Զելենսկին։ Նա նաև հաստատել է, որ նամակ է հղել ԱՄՆ նախագահին եւ կոնգրեսին ահազանգերով Ուկրաինայում հոբ համակարգերի պակասի մասին։ Հարկավոր է դադարեցնել պատերազմը նաև այստեղ, Եվրոպայում, որքան շուտ կարողանանք ապահովել բալիստիկ հրթիռներից պաշտպանությունը, այնքան ավելի շուտ կկարողանանք թափ հաղորդել դիվանագիտությանը, համոզմունք է հայտնել Ուկրաինայի նախագահը։ Դիանա Գասպարյան, Սպիտակ դաշնամուրը տասնամյակներ առաջ հայկական ընտանիքներում շքեղության խորհրդանիշ էր, երբեմն նույնիսկ չօգտագործվող, բայց ինտերիերի աչք ծակող անբաժան մաս։ Իսկ հիմա շատերը չեն սիրում դաշնամուր։ Շատերը երբեմն ասում են դաշնամուրը բերեք դուրս հանենք։ Իջներս է պետք։ Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցում սակայն այն ոչ թե դեկոր է, այլ ամենօրյա գործածման սովորական գործիք։ Մոտ 1 տարի է երաժշտության դասերի անբաժան մասն է դարձել։ Հեշտ է ավելի շատ էլեկտրոնային գործիքով աշխատել, որովհետև այնտեղ ձայնային ռեգիստրներ ենք փոխում, ռիթմային փոփոխություններ ունենք, փորձում ենք մեր երգերին համահունչ նվագել։ Կառավարությունը դպրոցի նորոգման աշխատանքները սեպտեմբերի կեսերին է ավարտել, ամբողջությամբ թարմացրել է նաև գույքը, անփոփոխ են մնացել ուսուցիչների սաներին նոր բան սովորեցնելու ձգտումն ու նվիրումը։ Իհարկե, երբ որ երեխան փորձը տեսնում է դասագրքում ու ինքն է անում, դրանք շատ հեռու պատմություններ են։ Մենք էլ շատ կարևորում ենք տարական օղակից, որ չգան մի անգամից տեսնեն ու զարմանան այդ գույքից։ Իսկ այսօր զարմանալու գրեթե ոչինչ չկա, հատկապես երրորդ դասարանցիների համար։ Բնության երևույթների մասին դասը սովորում են ոչ միայն գրքերից, տեսանյութերից, այլև հենց դպրոցում արհեստական հրաբխային ժայթքումներ կազմակերպելով։ Փորձեր ոչ մի դասարաններում չեն կարել, քանի որ նույնիսկ նյութեր չենք ունեցել, իսկ հիմա բավականին շատ նյութեր ունենք, լաբորատոր սարքավորումներն էլ են շատ։ Դպրոցը 360 աշակերտ ունի, նոր պայմաններն արդեն փոխել են կրթության արդյունավետությունը։ Ասում են հիմա երեխաներն ավելի ներգրաված են դասերին, ավելի հետաքրքրված։ Այստեղ մենք ունենք համապատասխանաբար էլեկտրականության վերաբերյալ սարքեր, այստեղ ունենք երեխաների նախագծային աշխատանքներից, կիսատ աշխատանքներ ունենք, դասերից հետո գալուց են շարունակում ենք։ Նորոգման աշխատանքների
դրանից հետո ամբողջությամբ վերափոխվել է նաև երկհարկ դպրոցի, նաև նկուղը։ Նախկինում մութ ու խոնավ տարածությունն այսօր դարձրել են լուսավոր ու տրամադրող դասասենյակներ։ Նաև դրա շնորհիվ է, որ ԲՏՃՄ ուղղություններով կարողացել են ստանալ առանձնացված դասասենյակ լաբորատորիաներ։ Ունեցած գույքը այս ու այն կողմ տեղափոխելու խնդիր էլ չունեն։ Ես ինքս չեմ տեսել նման սարքավորումներ, սենսորներ, 3D պրինտեր, ինձ համար եւս նորություն էր։ Ամռանը մասնակցել եմ պետության կողմից կազմակերպված վերապատրաստմանը եւ հիմա կարողանում եմ աշակերտներիս հետ օգտագործել սարքավորումները։ Դպրոցի 8-րդ ցիների նախագծային աշխատանքն է սա, այն պետք է ավարտեն մինչև ուսումնական տարվա ավարտը։ Նրանք փոքրիկ առանձնատան մակետ են կառուցում իրենց հավաքած սենսորային համակարգերով։ Ծափով միացվող անջատվող լույսը խելացի տան առաջին, բայց ոչ վերջին լուծումներից է։ Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի 63 դպրոցականների է հյուրընկալել Գավառի Հրաչյա Բունյաթյանի անվան պատկերասրահը։ Իմ քայլը հիմնադրամի մշակութային ճամփորդություն Հայաստանում կրթական ծրագրի շրջանակում պատանի ճանապարհորդները հնարավորություն են ստանում այցելելու Հայաստանի տարբեր պատկերասրահներ, ոչ միայն ցուցադրությունները դիտելու, այլ նաև սովորելու։ Մենք այն երեխաներին, որոնք ունեն արվեստի, մշակույթի հանդեպ սեր եւ ցանկություն մասնակցելու մեր ծրագրին։ Ինչպես նաեւ նախապատվությունը տալիս ենք մարզի հեռավոր բնակավայրերի այն երեխաներին, որոնք սովորական պայմաններում հնարավորություն չէին ունենա մասնակցելու նման ծրագրերի կամ լինել ինչպես Երևանի, այնպես էլ տարբեր մարզերի մշակութային կենտրոններում։ Գավառի պատկերասրահում դպրոցականները ուսումնասիրում են գեղանկարչության ժանրերը, նախ տեսական գիտելիքներ են ստանում, հարց ու պատասխանով ամրապնդում դրանք, ապա նաև իրենք են ստեղծագործում։ Շատ դուր եկավ, մանավանդ երբ որ սովորում ես թե ինչ է կերպարվեստը, առանձնապես ես շատ եմ սիրում կերպարվեստը, նկարչությունը։ Ես նկարչականել եմ գնացել մի քանի տարի ու ապստոս փակվել է, բայց ես շատ եմ սիրում նկարել ու հետագայում եմ որոշում, որ պետք է ինչ-որ նկարչական արվեստ ընտրեմ։ Այցելել եմ Երևանի պատկերասրահը, այնտեղ ես ծանոթացել եմ Այվազովսկու նկարներին, այնտեղ ինձ ամենաշատ դուր է եկել իր ամենահայտնի նկարահային ներորդ ալիքն է, իսկ Գավառի պատկերասրահում ինձ ամենաշատը դուր եկավ Սամսոն եւ Դալիլա նկարը։ Ես ուրախ եմ, որ իմ մի օրը անցկացրեցի այս Գավառի պատկերասրահում։ Ծրագրի նպատակն է երեխաներին տալ ընդհանուր տեղեկատվություն գեղանկարչության ժանրերի վերաբերյալ։ Մասամբ երեխաները տեղեկատվություն ունեին գեղանկարչության ժանրերի մասին, իսկ այս կրթական ծրագրի շրջանակներում նրանց պատկերացումներն ավելի ընդլայնվեցին։ Դպրոցականների մշակութային ճամփորդությանն աջակցում է Հայաստանի ազգային պատկերասրահը, արդեն 2 տարի իրականացվող ծրագրին ցուցաբերելով բովանդակային եւ մեթոդական օժանդակություն։ Ազգային պատկերասրահը եւ մասնաճյուղերը սիրով իրականացնում են ինտերակտիվ կրթական ծրագրեր երեխաների համար։ Ինչպես գիտեք, կրթական ծրագրերը հատուկ մշակված ծրագրեր են երեխաների համար, որոնք մատչելի են դարձնում եւ մշակույթը, թանգարանային նյութը առհասարակ։ Պատկերասրահները նաև կրթական միջավայր դարձնելը նպաստում է արվեստի ու արհեստների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, ցուցադրվող ֆոնդերի հանրահռչակմանը, երեխաների գեղագիտական ճաշակի ձևավորմանը, կարևորում են ծրագիրն իրականացնողներն ու հյուրընկալողները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության եւ Կոտայքի մարզի պարեկների հետ։ Մայիսի 21-ին ժամը 20:25-ին Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի մոտ իրավապահները կանգնեցրին Mercedes Magnus-ի մի մեքենա։ Ձերբակալման պահին վարորդն ու ուղևորը փորձեցին դիմել փախուստի, նրանցից մեկը վերին պտղնի գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդը նետեց թմրանյութով փաթեթը։ Նաեւ Մայրաքաղաքի Քոչարյան փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդը ձերբակալվեցին ու մեքենայով հանդերձ տեղափոխվեցին քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, իսկ Mercedes-ը պահպանվող հատուկ տարածք։ 34-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա եւ կանեփի սերմ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ նետած փաթեթում հայտնաբերվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանայի նմանվող տեղնականաչավուն զանգված։ Երկուսն էլ ձերբակալվել են, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Մայիսի 11-ին համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ստացվել էին ավտոմեքենաներից կատարված 11 գողության վերաբերյալ հաղորդումներ, ընդ որում բոլոր դեպքերում էլ տարել էին կողային հայլիների ապակիներ ու թողել տելեգրամյան նույն հասցեի հղումով թերթիկներ։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզել են, որ ավտոմեքենաներից գողությունները կատարել են Երևանի բնակիչներ 23-ամյա 2 երիտասարդ եւ 17-ամյա մի պատանի։ Մայիսի 22-ին նրանցից երկուսը հայտնաբերվել եւ ներկայացվել են դատարան։ 23-ամյա երիտասարդի նկատմամբ խափանմամիջոց է ընտրվել տնային կալանք, իսկ 17-ամյա պատանու նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողություն ու բացակայելու արգելք։ Ձեռնարկվում են միջոցառումներ 23-ամյա մյուս երիտասարդին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, նախաքննությունը շարունակվում է։